Այսօրվա իմ ֆիզիկայի վիդեոյի թեման Տեսլան է։ Տեսլա Նիկոլան հայտնի գիտնական և գյուտարար էր, որը մեծ ազդեցություն է ունեցել էլեկտրականության զարգացման վրա։ Նա ծնվել է 1856 թվականին և իր կյանքի մեծ մասը աշխատել է գիտության և տեխնիկայի ոլորտում։ Տեսլան ամենից շատ հայտնի է փոփոխական հոսանքի համակարգով։ Նրա շնորհիվ հնարավոր դարձավ էլեկտրաէներգիան հեռավոր տարածություններ փոխանցել ավելի անվտանգ ու արդյունավետ ձևով։ Այս համակարգն այսօր օգտագործվում է ամբողջ աշխարհում։ Նա նաև ստեղծել է ինդուկցիոն շարժիչը, որը մենք կիրառում ենք բազմաթիվ սարքերում, սկսած օդափոխիչներից մինչև արդյունաբերական մեքենաները։ Մեկ այլ հայտնի գյուտ է Տեսլայի կոճը, որը արտադրում է բարձր լարում և օգտագործվում է էլեկտրամագնիսական երևույթները ուսումնասիրելու համար։ Տեսլան մեծ ուշադրություն էր դարձնում նաև էներգիայի փոխանցման գաղափարին։ Թեև նրա որոշ փորձեր ամբողջությամբ չեն իրականացվել, դրանք հիմք են դարձել ժամանակակից տեխնոլոգիաների համար։ Այսօր Նիկոլա Տեսլան համարվում է գիտության պատմության ամենանորարար մտածողներից մեկը։ Նրա անունով է կոչվել նաև Տեսլա միավորը, որը չափում է մագնիսական դաշտի ուժը։ Նիկոլա Տեսլան նաև կապ ունի Տեսլա ավտոմեքենաների հետ, սակայն դա ուղղակի կապ չէ։ Կապը գաղափարական և անվան մակարդակով է, որը շատ կարևոր է։ Տեսլա ավտոմեքենաները ստեղծվել են ժամանակակից ժամանակներում և ընկերությունը անվանվել է Նիկոլա Տեսլայի պատվին։ Պատճառն այն է, որ Տեսլան մեծ ներդրում է ունեցել էլեկտրականության և էլեկտրաշարժիչների զարգացման մեջ, հատկապես փոփոխական հոսանքի և էլեկտրական շարժիչների ոլորտում։ Տեսլա մեքենաները աշխատում են էլեկտրական շարժիչով, որոնց հիմքում ընկած գաղափարը կապված է Տեսլայի մշակած ինդուկցիոն շարժիչի սկզբունքների հետ։ Այս պատճառով էլ ընկերությունը ընտրել է նրա անունը որպես նորարարության և գիտական առաջընթացի խորհրդանիշ։